Բարյարոց էլի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսյանով, այսօր հիանալի օր է եւ մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը, միացել ենք քաղաք Վանաձոր, որտեղ բնակվում է մեր սելի Հայկ եղբայրը, նա հովիվ է եւ Հայկ եղբայր բարի լույս, շնորհակալ ենք, որ միացար մեզ։ Իրոք Աբրահամ ջան, բարի լույսը, քանի որ այսօր ինֆորմացիոն այսպես ասած դաշտը շատ մատչելի է համաշխարհային առումով եւ մենք ականատես ենք լինում ինչքան արհավիրքներ կան աշխարհի մեջ թե մարդկային գործոնով պայմանավորված թե կլիմայական պայմաններով եւ մենք առավոտ որ արտանում ենք տեսնում ենք որ գիշերը Տերն է պահել մեզ եւ իրոք բարի լույս է մեզ համար որ Տերը դարձյալ այս գիշերը պահեց եւ Ծաղմոս 2-ն ասում է մենք գիշերները քո հավատարմությունն ենք պատմում, առավոտ կանուխ քո ողորմությունը։ Ամեն։ Եվ առավոտ կանուխ այսօր շարունակում ենք լսելու Տիրոջ ողորմությունը մեզ համար, ընդունելու, ընկալելու այն, վերցնելու մեզ համար Տիրոջ ողորմությունը, որպեսզի կարողանանք օրվա ընթացքում այդ ողորմության, որը լի է շնորհքով նաև այդ իմաստով մեզ պահի օգնի իմաստություն տա մեր քայլերը լինեն հավասարակշռված ողջախոհությամբ եւ ճիշտ որոշում եւ ընտրություն կայացնելու այդ հնարավորությունը եւ օրվա վերջը պսակի հաջողությամբ ինչպես նաև հաջորդ օրվա սկիզբը նորից սկսենք Աստծո խոսքով եւ սա իրոք շատ գեղեցիկ է շնորհակալ եմ որ միացար Հայկ եղբայր եւ շատ հրաշալի ուրեմն վերնագիր ունենք այսօր Աստծո սրտի համեմատ մարդ մենք գիտենք որ այդ արտահայտությունը Տերը անում է Դավիթի նկատմամբ իմ սրտին համեմատ մարդ Դավիթը այսպիսի հայտարարություն անում, որը շատ կարևոր է։ Եվ ինչը սկսես խոսքը կուզեի նաև այս միտքը արտահայտել, արդյոք մենք էլ այդ տեսակն ենք, որը կարող է Աստված համարձակ հայտարարել դու իմ սրտի համեմատ մարդ ես։ Եվ ես ուզում եմ ասեմ Երանի նրան ում հանկարծ Տերը ասի այդ խոսքը ընդհանուր առմամբ այդ խոսքերը իմ սրտի համեմատ իմ խոնարհ ծառա ինչպես Մովսեսի համար հայտարարեց Տերը այդ փաթեթի մեջ այդ խոսքերը կան եւ այդ փաթեթի անունն է ապրես բարի եւ հավատարիմ ծառա սիրով լսում ենք ես Այո դու ճիշտ նկատեցիր Աբրահամ ջան որ այո Դավիթին ասել Դավիթի մասին դա ասված Եզակի տվով որտեղ գիտենք միայն իր մասին կա այդպիսի բան գրած եւ իմ հարցը հենց նույն բովանդակությանն է որ արդյոք կարելի է ձեռք բերել կամ վաստակել այդպիսի գնահատական Աստծո կողմից լինելով նոր կտակարանի պաշտոնյաներ ես կարծում եմ որ մենք չպիտի որ ասում են բարի նախանձով նայում են այս կամ այն Աստծո մարդուն եւ մտածում են որ դրանք հատուկ մարդիկ են եղել հատուկ արտոնություններ են ունեցել բայց ես ուզում եմ որ մեր սիրելի լսարանին փոխանցեմ հետեւյալը որ մենք հասկանանք որ լինելով Աստծո որդու կարգավիճակի մեջ մենք արդեն իսկ ունենք Աստծո սրտի համեմատ մարդ լինելու այդ որակը ինչի որովհետեւ ոչ թե մեր մարմնից եւ արյունից բխած այլ այն փաստով պայմանավորված դա փաստ է փաստով պայմանավորված որ Հիսուս Քրիստոսը մեր մեջ է Հիսուս Քրիստոսը մեր մեջ է բայց այդտեղ մի կարևոր բայց կա որի մասին Պողոս առաքյալը հստակ է նշում Երկրորդ Կորինթացիս 13:5-ի մեջ ասում է փորձեցեք ձեր անձերը թե հավատքի մեջ եք Քննեցեք ձեր անձերը, չգիտեք թե Հիսուս Քրիստոսը ձեր մեջ է, միայն թե անպիտան չլինեք։ Ես չեմ ուզում որևէ մեկի գլխի տակ փափուկ բարձ դնեմ, որ մարդ հասի դե ես ասենք 10 տարի, 20 տարի առաջ կամ չգիտեմ ինչքան տարի առաջ Հիսուսին ընդունել եմ սրտիս մեջ եւ դարձել եմ Աստծո սրտի համեմատ մարդ։ Այո, կարող են մարդիկ ընդունեն Հիսուսին Այո, բայց այդուհանդերձ Պողոս առաքյալն ասում է կարող են անպիտան լինել։ Ուրեմն ինքնին փաստը Հիսուսը կարա հայտնվի դրան հետևում ինչպես հայտնության
7 եկեղեցիների վերջի Լավոդիկեի եկեղեցուն ասեց։ Ուրեմն խնդիրը միայն այն փաստը չի, այլ այդ փաստին համարժեք կյանքը կազմակերպելու մեջ է։ Եվ ըստ այդմ քայլելու, որ այո, դու հարց ա տալիս առաքյալը, չգիտեք, որ Քրիստոսը ձեր մեջ է։ Հիմա իսկ ինչ նշանակում Քրիստոսը մեր մեջ։ Քրիստոսով միայն Հիսուս Քրիստոսով մարդը կարող է ունենալ որդեգրություն։ Ուրեմն առանց Հիսուս Քրիստոսին ընդունելու Տեր ու Փրկիչ մարդը չի կարա դառնա Աստծո որդի։ Եվ դեռևս այդ ձայնը հնչում է, որ Տերն ասեց, որ նա է իմ սիրելի որդին եւ նրա վրա է իմ ամբողջ հաճությունը։ Հիմա եթե ես ուզում եմ Աստծո հաճություն ունենալ, ես չեմ կարող Հիսուսին շրջանցելով իմ բարի գործերով, չգիտեմ, կրթական մեծ փափագ ունենալով, ասենք այդ մարդիկ կան, չէ, անընդհատ կրթվելու, սովորելու, գիտություն ավելացնելու, այսպիսի փափագ ունեն եւ իրանց մոտ կարելի ասել հաջողվում է եւ մարդիկ կան այսօր քայլող հանրագիտարաններ են, բայց այդուհանդերձ մենք տեսնում ենք, որ այդ մարդկանց վրա Աստծո հաճությունը չկա, որտեղ գիտությունը գրված է հպարտացնում է, իսկ հպարտների վրա չի կարող Աստծո հաճությունը գալ։ Այո։ Եվ Մաղաքիա, քանի որ խոսեցինք հայրության վերաբերյալ, այո, Քրիստոսով Աստված մեր հայրն է հանդիսանում, դեռևս 5 տակարանի մեջ մի քանի տեղեր կա հստակ, որտեղ արդեն իսկ նշվում է Աստծո հայր լինելու մասին։ Եվ Մաղաքիա առաջի 6-ի մեջ ասում է տղան իր հորը, ծառան իր տիրոջը պատիվ կանի։ Եթե ես հայր եմ, պատիվը սուր է, եթե ես տեր եմ, իմ վախը սուր է, ասում է զորքերի Տերը։ Հիմա այստեղ հարցը սա է, մենք ենք ասում, մեր շուրթերով ենք իրան հայր մեր աղոթք ենք անում, վերջապես դիմում ենք։ Եվ Պետրոսը նաև ասում է, որ եթե նրան հայր են կոչում, որ անաչառությամբ դատում ամեն մեկին իր գործերի համեմատ, ապա ձեզ կանչող Սուրբի պես սուրբ եղեք։ Ուրեմն միայն հայր կանչելը դեռևս ինչ որ բոլոր հարցերի լուծումը չի, այլ ընդհակառակը ավելի պատասխանատվություն կա դրա մեջ, զգոնություն կա, որ դու պետքա այդ ում որ դու հայր ես կոչում, ունենալով նրա բնությունից, դու նրա ոչ թե միայն ծննդյան փաստի պատճառով պետքա նմանություն ունենաս, այլ նաև բնավորությունը դրսևորելու առումով գենետիկ նույնականացում, կարելի է նաև այդպես ասել, բնույթ։ Եսայա առաջինի մեջ, Եսայա առաջի երկրորդ խոսքում, առաջի գլուխ, ասում է լսեք, ով երկինք եւ ականջնիր, ով երկիչ, որովհետեւ Տերը կխոսի, ուրեմն Տերն է խոսում։ Զավակներ մեծացրեցի, տես, օտարներ չեն, զավակներ մեծացրեցի ու բարձրացրեցի, բայց նրանք ինձ դեմ ապստամբեցին։ Ես ուզում եմ այդ միֆերը հիմա սկզբից քանդեմ, որ մարդը այս խոսքը սկզբից լսելով, որ Քրիստոս Հիսուսով, եթե մենք ընդունել ենք, ուրեմն Աստծո բարեհաճությունը կա, այո եւ ամեն, բայց այդուհանդերձ մենք կարող ենք հետագայում ունենալ տկարություններ, ունենալ գայթակղություններ եւ այո, նաեւ Սուրբ Հոգուն մարենք, տրտմեցնենք, որտեղ Սուրբ Հոգին որդեգրության հոգին է նաեւ։ Եվ ունենանք ապստամբություն, հետ քաշվենք Աստծուց եւ այլևս չեն կարող ասել, դե ես բարեհաճությունը ձեռք եմ բերել եւ հիմա փառքասու դրա համար ես բարեհաճություն ունեմ Աստծո կողմից։ Ոչ, ներկայով է նայում Աստված, անցյալով չի։ Ցավոք սրտի ես լսեցի մի անգամ մեկի կողմից նման ձևակերպում քարոզիչ, որ ասեց Աստված վերջում չի նայելու մարդու այդ պահի գործերին, նայելու է թե սկզբում ով ա եղել ինքը, բայց սա կատարյալ մոլորություն է։ Շատերը կարող են լավ սկիզբ ունենալ, բայց վատ ավարտ ունենալ։ Աստված միշտ ներկայում է, Աստված ներկայի Աստված է։ Աստվածում է ես եմ, ոչ թե ես էի, ես եմ Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստվածը։ Սա աքսիոմա է կարելի ասել, որ սրա հետ պետք չի որ մենք վիճենք, որտեղ իհարկե շատ այլ ապացույցներ կան, բնականաբար սա շատ ծավալուն մի թեմա է, մենք չենք կարող ամբողջապես սպառենք մեկես ծրագրի ֆորմատով։ Եվ երբ որ մենք խոսում ենք Աստծո սրտի համեմատ մարդ լինելու մասին, բնականաբար ես ուզում եմ, որ մենք մի փոքր ուշադրություն դարձնենք, ինչպիսի որակներ ուներ Դավիթ թագավորը,
որով արժանացավ նա այս ոնց որ ասած որակման, որ Աստծո կողմից է այնել։ Հիմա սա թող մարդիկ իմանան, որ սա ոչ թե մեր գործելու մասին չէ, մասինա, չէ մեղ չգործելու մասինա, այլ սրտի ուղղության մասինա, որտեղ այո, մենք տեսնում ենք, որ Դավիթն էլ ունեցավ որոշակի խնդիրներ։ Եվ ամենաառաջի կարևորագույն կետը, որ ես դրել եմ այս Դավիթի օրինակով, դա Աստծուն սիրող եւ որոնող սիրտն է։ Ոչ թե կերպարանք ձև, այլ Աստծուն սիրող եւ որոնող։ Մենք կարող ենք երկու կետ դնել, չէ՞, այս բաժնում։ Աստծուն սիրող, հաջորդ կետը դնենք Աստծուն որոնող, բայց ես միացրել եմ իրան, որովհետեւ մենք չենք կարող փնտրել մի բան, ինչ չենք սիրում։ Մենք փնտրում ենք, մենք ժամանակ ունենք այն ամենի համար, ինչ որ սիրում ենք։ Մենք ունենք մեր նախասիրությունների, ինչ ասեմ, դաշտը ունենք, մեր ցանկը ունենք, եւ ինչ որ սիրում ես, դու դրա համար անպայման ժամանակ ես գտնում։ Նա փնտրվող է քեզ համար։ Հիմա եթե Կենտրոնացած ես դրա վրա։ Փող ասիրում, նա ամեն օր դրա հետևից է, չէ՞ գնում։ Կա առողջ մոտեցումը, որ կարիքները հոգալու համար դա լինի իր ընտանիքի կարիքները վերջապես կա առողջ, ասենք աշխատանք, որ մարդը աշխատում է ոչ թե ինքնանպատակ, ինչպես մեծահարուստը ասեց, շատ տարիների բերք ունես, չէ՞, հավաքած, քեզ կերխմի քեֆ արա։ Խնդիրը սրա մեջ չէ, որ դու փնտրում ես, նա աստով հետաքրքրված մեկը չէր այդ անձնավորությունը։ Նա իր համար կյանք էր ծրագիր էր կազմել հեռանկարային շատ հեռու ապագայի, մոտ ապագա չէ, երկար տարիների, բայց Տեր ասեց, այ անմիտ, այսօր այս գիշեր քո հոգիդ պիտի պահանջի։ Եվ տես նույն Դավիթ թագավորը Սաղմոս 14-ի մեջ ասում է անզգամը իր սրտի մեջ ասեց Աստված չկա։ Եվ ինչն էր խնդիրը, որ շարունակության մեջ ասում Աստված նայեց երկնքից մարդկանց որդիներին, տեսնի կա արդյոք իմաստուն մեկը, որ Աստծուն փնտրի։ Ուրեմն Աստված չկա, անզգամա եւ իր պատկերացմամբ եւ ինքը այդ անձնավորությունը Աստծուն փնտրող մեկը չի։ Դա չի նշանակում, որ ինքը ընդհանրապես ոչ մի բան չի փնտրում։ Փնտրում է, բայց ուրիշ բաներ է փնտրում, բայց ամենակարևորը, որ մարդը իր մեջ դա ոչ թե մակերեսային մակարդակով, sense օրվա մեջ 1 րոպեանոց մտորումների, այլ դա ամենօրվա իր ուղեկցող կարևորագույն միտքը, նպատակը լինի, որ ես ինքն Գիտես ինչ, անկախ մեկը չեմ, ես ունեմ արարիչ, ես ունեմ հայր, եւ այդ հայրը ոչ թե այս ժամանակավոր այս կյանքի մի 70-80 քիչ ավել հակած, այլ հավիտենության հայրն է, ինչպես Եսայա մարգարեության մեջ ասում, որ նրա անունն է հավիտենության հայր։ Նույն Դավիթ թագավորը նա հոգևոր մարդու դերի մեջ չէր, նա ապրում էր Աստծո ներկայության մեջ։ Սա ուզում եմ անպայման շեշտեմ, մի բան է, որ դու տես փնտրենք, փնտրեք եւ գտնեք։ Խնդիրը ինչն է, որ Աստված այն չի, ինչ որ մենք իրան գիտենք։ Այսօր շատերը կարող են բավարարվել, այո, նույն Լավոդիկեի եկեղեցուն Տերն ասում է, դու քեզ թվում է մեծացար, հարուստ ես, բայց դու չգիտես, կույր ես, ճշմար ես, մերկ ես։ Երբ որ մենք գալիս ենք մի վիճակի մեջ, որ մտածում ենք, որ դե ես Աստծուն լավ գիտեմ, այլևս կարիք չկա, որ շատ խորհեմ, մտածեմ, մենք հենց այստեղ ընկնում ենք ծուղակը թշնամու։ Որովհետև Աստված Պողոս առաքյալն էլ ասում, չեմ համարում, հասել եմ, առել եմ, այլ Քրիստոսին ճանաչելու համար ամեն ինչից եմ հրաժարվում։ Լավ, դու Հիսուսի հետ հանդիպել ես, շատ ուժեղ փորձառություն ունես, Տերը ժամանակ առ ժամանակ այցելում էր, թե կենթանի կերպով, թե երազների, տեսիլքների միջոցով, առաջնորդում էր, հրաշքներով ուղեկցում էր։ Հանկարծ տեսնում ենք, որ Պողոս առաքյալը չի համարում, որ ամեն ինչ գիտի, հասել է, ճանաչում է, նույնիսկ երրորդ երկինք է հափշտակվել, բայց դա էլ չի դեռևս պատճառ, որ ինքը դադարի մի քիչ իր ընթացքը դանդաղեցնի։ Սա ուզում եմ շեշտել։ Չի, գիտես, եթե դանդաղացրեց, ուրեմն նաև հնարավորություն կա մեկ օր կանգնի, մեկ օր հետ սկսի նահանջել։
մեր ընթացքը դեպի Աստված ճանաչողության փնտրելու եւ դրանից բխող առանց ճանաչելու չկա Աստծո սեր։ Մենք չենք կարող սիրել մեկին, ում որ չենք ճանաչում։ Նայ Աստված ուզում քույր սեր իր նկատմամբ։ Դες Դավիթի կյանք ուսումնասիրեցին եւ իր սեր Աստծո հանդեպ, բայց մենք նաեւ պետք է նկատենք ինչքան խորը սխալներ գործեց Դավիթը։ Մենք անդրադառնանք դե։ Հա։ Ուզում եմ ասեմ, որ օրինակ ի՞նչն էր պատճառը։ Դավիթը Աստված հետ ասենք այդ պահերին չէր ասում իմ սրտի համեմատ, որ միայն լավ, այսինքն լավ վերաբերմունք ուներ Աստծո հետ եւ սիրում էր, աղոթում էր, երգեր էր, սաղմոսներ, այլ ընդհանուր իր բովանդակությամբ։ Այսինքն թեկուզ նա այսպես ասած գայթեց, թեկուզ նա իջավ, մեղանչեց, բայց միևնույնն է նա Աստծո այսպես սրտի համեմատ մարդ դառնալը չփոխվեց, այսպես ասած, էլի, նա միշտ Աստծո սրտի համեմատ դու ասացիր կանրադառնանք, դե չեմ ուզում հարց տամ։ Շարունակի, այդ հարցի պատասխանը վստահ կլինի դրա մեջ։ Դες Սաղմոս 26:8-ի մեջ, Սաղմոս 2-ն ասում է, ով Տեր, սիրեցի քո տանը բնակությունը, սիրեցի, եւ քո փառքիդ կեցած տեղը։ Սա Աստծո ներկայության մասին է խոսքը։ Մեկը, որ ուներ Աստծո զգալու, այսինքն փորձառություն նրան վայելելու, այսպես ասած։ Մեկը, հիմա եթե մարդը ճաշակել է Աստծուն, նրա քաղցրությունը, բնականաբար այդ քաղցրությունը ճաշակելը նրան նորից է մղում նրան, ում արդեն ճաշակել է։ Եթե մարդը չի ճաշակել, բնականաբար չգիտի։ Գոստ Առաքելոցում Պողոս Առաքյալն ասեց, երբ որ Հիսուսին հավատացիք, դուք Սուրբ Հոգին ստացաք, ասին մենք տեղյակ չենք, որ Սուրբ Հոգի կա։ Այսինքն Եթե չգիտի մարդը, ինֆորմացված չի, եթե Տերը չի հայտնվել, եթե դու չես ճաշակել Տիրոջը, բնականաբար դու չունես փափակ նրան փնտրելու։ Տես Հայկ եղբայր, փաստորեն ի՞նչ է դուրս գալի։ Երբ որ մենք ասում ենք նրան հայր, ոչ թե ավտոմատ ձևով կամ, չգիտեմ, ուղղակի որպես լեքսիկոն, այլ դու եկար այս կետին, որ եթե հայր է, ուրեմն դու պետքա փորձառաբար նրան ճանաչած լինես, հասկանաս, որ ծնունդ է տվել քեզ, նայա քեզ ծնունդ։ Դրանից ծնված ենք այդ բնությունով օրհնված լինելով, մենք չենք կարող նրան չփնտրենք, չցանկանանք, ումից ծնված ենք։ Այսինքն կարող ենք ասել, եթե ես ասում եմ վերստին ծնված եմ, որտեվ շատերն են ասում, հիմա մեզ չի տրված, մենք զանազան ենք ով է ծնված, ով չի ծնված Աստծուց, բայց իր պտուղները կխոսան իր մասին, չէ՞, այսինքն եթե ես ասում եմ Աստծուց ծնված եմ, ուրեմն պարտադիր այդ փորձառությունը պետք է ունենամ եւ գնալով ավելի ու ավելի նկատեմ իմ մեջ Աստծո գենը, այսպես ասած, փոփոխությունը։ Ոչ թե ստիպված մեղք չեմ գործում, այլ ես չեմ գործում, նրա գենը ինձ նոր ծնունդ է տվել, ես կրում եմ նրա սերմի մեջ, ինչպես Հովհաննեսն ասում։ Սիրո բաժնի մեջ ենք, փնտրելու, սիրելու, փնտրել, սիրել։ Դες առաջինը ասում է քո փառքիդ կեցած տեղը ես սիրում եմ, քո ներկայությունը ինձ համար ցանկալի է, սիրում եմ։ Դա էլ է ցուցիչ։ Ինձ դուր է գալիս, այո, ինձ դուր է գալիս։ Դրամ ինչի ասում, որ ամբարիշները արդարների ժողովի մեջ չեն կարա մնան։ Հիմա որտեվ նրանք ուրիշ հայացքների տեր են, ուրիշ նպատակների մարդիկ են։ Հիմա երկրորդ բանը հենց այս կետի մեջ, սա է, որ նույն Սաղմոս 2-ն ասում է, ով որքան եմ սիրում քո օրենքը։ Ուրեմն մարդ կարող գիտես սիրի Աստծո ներկայությունը, բայց այստեղ ուզում եմ ես հենց այս բանը տեսնենք, որ ոչ միայն սերը, այլ նաև հնազանդություն, որտեղ օրենք Աստծո խոսքն է, որ դու պետք է սիրես։ Այո, այդ խոսքը միշտ չի որ ցանկալի խորհուրդներ կտա, որ ասի այս բանը արա կամ այն բանը արա։ Ուրեմն սերը հնազանդությունը։ Մարդ կարա սիրի, բայց չհնազանդվի։ Մարդ կարա հնազանդվի, բայց չսիրի։ Էս էլ խնդիր է, որովհետև հնազանդություն կա առանց սիրո, սա ուղղակի վարձկանություն է, կրոնավորություն։ Դա նորմալ չի, ես կասեի, նորմալ երևույթ չի, չի կարող այդպես լինել։
անառակ որդու պատմության մեջ մենք տեսնում ենք, որ ավակ որդին հնազանդ է, չէ՞, հորը ամեն տարի մեջ արել են ինչ որ պետքա, բայց մենք տեսնում ենք, որ այդ ծիրո հարաբերության մեջ խնդիրներ կան։ Ուրեմն կարևոր է հնազանդությունը սիրով, սերը հնազանդությամբ, սրանք իրար հետ լրացնող բաներ են։ Առաջինը սիրում եմ քո փառքի կեցած տեղը, երկրորդը սիրում եմ քո օրենքը։ Նու մեր դեպքում Աստծո օրենքը դա Աստծո խոսքն է, որտեղ իրանք Դավիթը օրենք ուներ այն ժամանակ 5 տակարանի գրքերն էր, որ իրանք հասանելի էր եւ իրանք այդ գիրքը եւ այդ օրենքը այո կարա հանդիմանի խրատի դատի խոսք Աստծո խոսքը, որտեղ այնտեղ խոսքով Աստված ասում էր, այս բանը սենց արեք, այս անողին այսպես արեք, սա դատել Աստծո խոսքի կողմից։ Հիմա մարդը սիրում է եւ ասում է, որքան եմ սիրում քո օրենքը։ Եվ 63 Սաղմոսի մեջ ասում է, ով Աստված, դու իմ Աստված ես եւ դու կանուղ քեզ եմ փնտրում, իմ հոգից ծարավ է քեզ։ Ուրեմն առավոտ կանուղ մարդը արտանում, այո, որ սկզբում ասեցի, մենք արթնացել ենք եւ տեսնում ենք, որ իրոք լույսը բարի է, բայց առանց Աստծո բարություն չկա։ Առավոտ կանուղ, երբ որ մենք արթնանում ենք, մենք հասկանում ենք, դա ոչ թե մեր մարմինն ու արյունն է մեզ արթնացրել, այլ Տերն է մեզ արթնացրել։ Սա փաստ է, սա նույնիսկ աշխարհիկներն են Աստծով արթնանում, բայց կարելի է որ մենք տարբերվենք թե արթաների եւ թե մեղավոր, բայց կարելի է որ մենք տարբերվենք աշխարհիկներից, որ նրանք չեն գնահատում կամ չեն գիտակցում, կամ չի գնահատում, բայց մենք երևի թե ավելի շատ չգնահատողների ցանկի մեջ լինենք, որտեղ մենք գիտակցում ենք, բայց որոշ դեպքերում մենք չենք գնահատում։ Ուրեմն այս կետը ամփոփելով գալիս ենք մի կարևոր բանի, որ Դավիթի համար Աստծո հետ շատ կարևոր էր, ամեն բանից առավել կարևոր էր։ Նա պատրաստ էր ամեն բան ձեռքից տա, բայց Աստծո ներկայությունը իր համար շատ կարևոր էր։ Երկրորդ բանը, խոնարհությունը Աստծո տրված ընտրության մեջ, սա շատ կարևոր է։ Այս խոնարհություն շատ է խոսում խոնարհության մասին, չէ՞։ Բայց երբեմն լսում ես այնպիսի մեկնաբանություններ, սահմանումներ, որ իրոք, չգիտես, լացես թե ծիծաղես, բայց խոնարհությունը իմ համոզմամբ ինչպիսին պետք է լինի մարդու մեջ։ Խոնարհությունը սա ընտրություն է, ոչ թե հանգամանքների բերումով խեղճություն է, որ եթե հանկարծ վաղը պայմանները փոխվի, մարդը դառնում այլ հին մեկ, այսինքն այս խոնարհությունը պետք է մարդու մեջ կայուն լինի եւ մի քարոզիչ մի անգամ մի բան ասեց այն ինչ որ չի կայացել քո մեջ չի կարող նաեւ պահպանվել քո մեջ սա կարևոր է։ Ուրեմն ինչ է նշանակում, եթե խոնարհությունը կայացած բան չի եւ չի գնում դեպի կատարելագործություն, դիկայանա հետո նոր կատարելագործվի, եթե չի կայացել ուղղակի մտքի մակարդակում դե Պողոս ասեց ես ոչինչ չեմ, դե ես էլ Պողոսից մեծ մեկը չեմ, ես էլ ասեմ ես ոչինչ չեմ, սա խոնարհություն չի, սա խորը գիտակցում է եւ ընտրություն է։ Այն ինչ որ Դավիթ թագավորը ունեցավ եւ իմ համոզմամբ Աստծո ներկայությունը վայելող մարդիկ, եթե ճիշտ են մոտենում Աստծո այցելությանը, Աստծո հպմանը, չեն կարող հպարտ լինեն, որտեղ մարդը Աստծո մեծության մեջ ինքը ոչ թե նվաստացած մասին չի խոսքը, այլ ինքը չի կարող այլևս ունենա մեծամտություն, իր մասին մեծ կարծիք, որովհետև գիտի մեկին, որ շատ մեծ է եւ այդ մեծ լինելով ինքը շատ մաչելի է մարդու համար, շատ մաչելի։ Թույլ կտաս իմ համոզմունքից մի կտոր բան խոնարհության մասին։ Գիտես մի խոսքով կուզեմ նաև, գիտես չհակասելով, որտեղ համաձայնված այս խոսքը նաև ինչ որ ուզում ասեմ քո ասացի հետ, այն իմաստով որ ինձ համար ես բացահայտել եմ, որ խոնարհությունը դա ուղղակի անդիմադրելիություն է Տիրոջ նկատմամբ կամ իր խոսքի նկատմամբ, որքան դու անդիմադրելի ես, դու այդքան խոնարհ ես։ Այսինքն դիմադրողականություն չկա քո մեջ, հակասականություն չես նկատում, այն իր ամբողջ բովանդակությամբ ընդունելի է քեզ համար, նաև այդ իմաստով։
լրացնեմ հիմա Տեր Հիսուս Քրիստոսը, ես դա մի քանի անգամ ասել եմ, ասեց ես հեզ եմ եւ սրտով խոնար։ Ինքը չասեց ես խոնար եմ, սրտով հեզ։ Հեզությունը այն պայմանն է, որպեսզի մարդը խոնարհվի։ Եթե մարդը հեզ չլինի, չի կարող խոնար լինել։ Այո, իսկ հեզությունը իմ սահմանումը, որ տվել եմ ես մեր մոտ մի քանի անգամներ, հեզությունը դիմադրողականության բացակայությունն է, որ դու չես դիմադրում։ Գիտես, Հիսուսը Աստծո գառն էր, չէ՞, որ եկավ աշխարհի մեղքը վերցնելու։ Գառները չեն դիմադրում, երբ որ իրան տանում են մորթելու։ Այսա դիմադրող, մենք Աստծուն չպետք է դիմադրենք։ Այո, թշնամուն գրված է հակառակ կացեք, դիմադրեք, բայց շատ հաճախ մարդիկ տեղերով փոխվում են, Աստծուն դիմադրում են, սատանային չեն դիմադրում։ Այսինքն մեր անդիմադրողականություն Աստծո նկատմամբ մեզ դարձնում է դիմադրող չարի նկատմամբ։ Մենք թույլ ենք տալի, որ Տերը անի այն, ինչ որ ուզում անի մեր կյանքի մեջ։ Մենք որպես ունենանք դիմադրողականություն չարի նկատմամբ։ Այո, հետաքրքիր է։ Խոնարհությունը Աստծո ճանաչողության ներքո, որտեղ եթե Աստված ճանաչողություն չկա, այդ խոնարհությունը ճիշտ խոնարհություն չի։ Ապավինություն եւ վստահություն է, որ նա ամեն ինչ իր վերահսկողության տակ ապահովում, այսինքն իրերի դրության Տերը նա է վերահսկում ամեն ինչ, եւ եթե որ ես ինչ այն հպարտությունը, որ դու առանց Աստծու հետ համաձայնեցնելու ինչ որ մի բան ես անում, սա հպարտություն է։ Եվ նույնիսկ Դավիթը մենք տեսնում ենք, որ օծված լինելով, արդեն իսկ օծված լինելով, չշտապեց որոշակի Աստծո ծրագրերը առաջ անցնի եւ իրականացնի, եւ երբ որ եկավ մի պահ, որ Սավուհին ինքը կարող էր հարցեր լուծել, ինքը ասեց Աստված չանի, որ տիրոջ օծյալին իմ տիրոջս այս բանը անեմ, ձեռքս նրա վրա երկարացնելով, քանզի նա տիրոջ օծյալն է։ Նա վստահում էր Աստծուն, հպարտությունը կլիներ, երբ որ ինքը գնար մարդկային ինչ որ հարցեր լուծելու ճանապարհով, բայց ինքը լրիվ ապավինում էր, վստահում էր եւ հասկանում էր, որ իր կյանքը լիովին կախված է Աստծուց։ Այո, մենք է պիտի հասկանանք, որ Աստծուց է կախված մեր ամբողջ կյանքը, կախվածության գիտակցությունը։ Գիտես, հայ եղբայր, Հիսուսը իզուր չասեց եկեք ինձանից սովորեք, որ ես հեզ եմ ու սրտով խոնար, եւ դա սովորեք բառն է օգտագործում, չի ասում դարձեք կամ այսպես ասած հենց իմիկվանից սկսեք խոնար լինել, դա ինչ որ ինստիտուցիոնալ պատիկով, ինչ որ ինստիտուցիոնալ բան է, սովորել, այսինքն դա ինչ որ ընթացք է, ինչ որ ժամանակահատված է, որտեղ Աստծո որդիները պետքա վարժվեն դրան, սովորեն, բացահայտեն այն իրանց մեջի էգոն, որտեղ թաքնված կրոնի քողի տակ էլ կարա էգո լինի, չէ, մարդակենտրոն մեր աղոթքների մեջ էլ դա կարող ենք երբեմն մեզ բռնել էգոիզմի մեջ, ինչ որ մեր համար ես ինձ լսի, երբեմն փորձում ենք անգամ թելադրենք, թե ինչպես լսի մեզ, ինչ անի մեզ համար։ Այդ դա ինստիտուտ է, դա շատ կարևոր է, դա նպատակա ուղղված, այսպես ասած, կյանքի մի տեսակ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա վերստին ծնված պարտավոր է դա սովորելու, որպեսզի հաջողություն ունենա։ Եթե առաջի դեպքում ինքը ասեց ես չեմ կպնի օծյալին, դեռևս ինքը որպես արդեն ասում են Դավիթի մասին է խոսքը, հա։ Այո, դեռևս արդեն թագավորական գահին նստած չէր, այս հաջորդ դեպքում, երբ որ ինքը ասում է ով Տեր Եհովա, ես ով եմ ու իմ տունս ինչ է, որ ինձ միջև այստեղ բերեցիր, սա արդեն թագավոր Դավիթի արտաբերած խոսքեր է, որ ինքը արդեն ունենալով իշխանություն, ունենալով բազմաթիվ այդ հարստությունները եւ այլ բաները, ինքը չի վերագրում իրան որևէ մի բան։ Իդեպ, եթե մի փոքր գնանք դեպի Աբրահամի կյանքը, Աբրահամը մեծ բաների էր հասել, բայց երբ որ եկավ Աստծո առաջ բարեխոսելու Սոդոմ Գոմորի համար, ու Ղովտի համար, ինքը ասեց ես հող եմ, մոխիր եմ եւ համարձակվեցի քեզ հետ խոսեմ։ Ուրեմն սա էլ է խոնարհություն,
որ մարդը ունի ճանաչողություն, Աբրահամ խոսում էր Աստծո հետ, Աստված իր հետ խոսում էր, Աստված նրան ցույց էր տալի երկնքի աստղերը, ծովի ավազը, տարբեր, նա ճանաչողություն էր եւ այդ ճանաչողության ներքո խոնարհվել էր, ընտրությամբ էր խոնարհվել, ոչ թե պայմանները իրան ճնշել են, վերջապես գիտես, կյանքը այսօր շատ կարա դաժան դաղի մարդուն եւ նայենք, ասենք մարդը շատ է խոնար, այդ ինքը չի խոնար, այդ կյանքն է իրան խոնարհացրել, բայց վաղը եթե հանկարծ պայմանները փոխվի, ինքը էլի նույն մարդը դառնա։ Այո, երկրորդ օրինաց 8-ի մեջ Տերն ասում է, ես քեզ տարա անապատ, որ խոնարհեցնեմ։ Այո, հանգամանքները կարան խոնարհեցնեն, բայց պետք է դա դառնա արդեն կայուն, մարդու համար դա անկախ դրանից դու մաս։ Այսինքն անկախ դրանից դու հարստացել ես, հաջողվել ես, վերջապես մեծ անուն ունես, հեղինակություն ունես, միևնույնն է, քո սիրտը խոնարհ ես պահում։ Տես, նույնիսկ Դավիթը, եթե մենք ասում ենք Աստծո սրտի համեմատ մարդ, Դավիթը ինքն իր մասին է վկայում, որ ինքը հպարտ չի։ Սաղմոս 131-ի մեջ ասում է, ով Տեր իմ սիրտս չգոռոզացավ, իմ աչքերս չբարձրացավ։ Ամենակարճ Սաղմոսն է։ Պատկերացնում ես, ինքը ասում է, իմ սիրտս չգոռոզացավ, չհպարտացավ։ Իմ աշկերս չբարձրացավ, այսինքն եւ ասում մարդկանց վերևից է նայում, չէ՞ արդեն։ Այ սա խոնարհությունն է, որ ինքը լինելով թագավոր, իր մասին վկայություն է տալիս։ Ես մեծամեծ բաների մեջ եւ ինձանից բարձր բաների մեջ չքայլեցի։ Թագավոր ես, բادرանից բարձր որն է, այսինքն ստեղ ինքը Աստծո հետ է իր խնդիրները, իր սրտի մեջ այլևս մեծամտություն չկա, որ մենք գիտենք ոսկե ձկնիկի հեքիաթը, չէ, որ քայլ առ քայլ բարձրանում է, արդեն չի բավարարում, էսել ուզում, վերջում նորից հայտնվում է իր կոտրած դաշտակի առաջ։ Եվ ինքը ինչ էր անում, իրան հանդարտեցնում էր եւ ասում է արդարև իմ անձս հանդարտեցրեցի եւ հանգստացրեցի։ Այստեղ ինքը նույն Սաղմոս 203-ում կարծեմ ասում է ով իմ անձս օրհնե Տերը, չէ՞, եւ մի մոռանա նրա բարերարությունները։ Ուրեմն ժամանակ առ ժամանակ մենք էլ կարիք ունենք մեր անձերը հանդարտացնենք, որտեղ հպարտությունը հենց անձի միջոցով է գլուխ բարձրացնում։ Սաղմոս 46-ի մեջ ասում է հանդարտացեք եւ իմացեք, որ ես եմ Աստված։ Հեթանոսների մեջ պիտի բարձրանամ, երկրի վրա պիտի բարձրանամ։ Հիմա կամ Աստված պիտի բարձրանա, կամ մենք պիտի բարձրանանք։ Բայց կարծում եմ իմաստությունը նրա մեջ է կանում, որ մարդը թույլ է տալիս, որ Աստված իր կյանքի մեջ բարձրանա, եւ եթե մարդուն որոշի Աստված բարձրացնի, մարդը ով է որ դեմ կանգնի։ Մարդը պետք է ուղղակի հնազանդվի եւ հավանի Աստծո ծրագրերին, այն որոշումները, որ ինքը ունի տվյալ անհատի համար։ Երրորդ բանը խորը ապաշխարությունն է, ոչ թե ինքնարդարացում։ Այո, հիմա գալիս ենք մեղքի բանը։ Խորը ապաշխարություն։ Խոնարհություն բարի մեջ նաև դա էլ է մտնում, այսինքն խոնար այն մարդը, ով մեղքի գիտակցություն ունի եւ ապաշխարության այս գաղտնիքը բացահայտելա նա, թե որքան կարևոր է։ Ինքը ապաշխարեց, բայց չփորձեց ինքնարդարանալ։ Այո։ Այսօր շատ մարդիկ կան, սկսում են արդարացնում են իրանք իրանց ինքնարդարացմամբ դեն զբաղված։ Եվ Դավիթը, այո, ծանրորեն ընկավ, բայց իր սիրտը ինքը չկարծրացրեց դրանից հետո։ Գիտես, Դավիթը նորադարձ չէր, ներս նորադարձները չեն սայթակում, քանի որ նրանք դեռևս չեն քայլում, այլ մեր լեզվով ասած չոչ են անում, չորեքթաթ։ Մենք թորնիկ ունենք, նա դեռ չի ման գալիս, տանը սենց չոչանելով պոլին մանա գալիս, չէ, հիմա նա չի կարա երեխան սայթակի, այսինքն հասուն մարդիկ կարան սայթակեն։ Դավիթ թագավորը, այո, հասուն էր։ Ուրեմն ասեմ, մարդուն հատուկ է սայթակելը, չի ասում արդարը 7 անգամ ընկնի կկանգնի։ Ուրեմն սայթակի, բայց կարևորը որ ապաշխարություն լինի եւ
մարդը չզբաղվի ինքնարտարացմամբ եւ Սամոսի մեջ ասում է ով Աստված իմ մեջս մաքուր սիրտ ստեղծի եւ իմ ներսը ուղիղ հոգի նորոգի ստեղծի մաքուր սիրտ ուրեմն երբ որ ասում ստեղծի ուրեմն ինչ որ բաներ մաքուր չեն այնտեղ ստեղծի մաքուր սիրտ ներսս ուղիղ հոգի բանա նորոգի սա խոստովանություն է սա գիտակցում է եւ սա մեղքը չծածկել է որտեւ չի գալիս մարդը ցենց շրջանցելով այլ ձևակերպումներով Աստծո առաջ ասում է այնպես ինչպես որ կա սա շատ կարևոր է մարդը այո այսօր ոնց որ ասած այդ սովորույթ այլևս չկա նախկինում խոստովանությունների օրերկար ծառայությունների ժամանակ կամ տնային խմբակներում հիմա արդեն չկա լավ ասենք մեկի առաջ չես գնում դու խոստովանում բայց Աստծո առաջ երբ որ մենք գնում ենք որևէ բան խոստովանելու մենք այդ խառնուրդով ենք խոստովանում ինչ որտեղ համընդունում ենք մեր մեղքը համել ինքնարդարացմամբ ենք այդ մեղքը խոստովանում թե ասում ենք ուղիղ այնպես ինչպես որ կա Սավուղը ինչ էր անում արդարանում էր որն էր տարբերությունը Դավիթի եւ Սավուղի բայց Դավիթը խոնարհվում էր եւ սա էր սկզբունքային տարբերությունը Դավիթի եւ Սավուղի կյանքում որտեւ մենք տեսնում ենք որ Դավիթի մեղքը շատ ավելի մեծ էր քան Սավուղի բայց Սավուղը քանի որ կարծրացրեց իր սիրտը զբաղվեց ինքնարդարացմամբ եւ այդ հպարտությունը թույլ չտվեց անկեղծանալու ինքը այլ ոնց որ ասած ընթացք ունեցավ չորրորդ բանը ուրեմն Աստծո երկյուղի կարևորությունն էր Դավիթի կյանքում եւ այստեղ ես մի քանի կետեր եմ դրել այս բաժնի մեջ ժամանակը իհարկե քիչ է բայց ես կփորձեմ շատ արագ ասեմ ուրեմն երկյուղը մենք գիտենք որ Սողոմոնը առակած գրքի մեջ գրում է իմաստության երկյուղի մասին, բայց արյուտես Սաղմոս 111-ի 10-ում Դավիթ թագավորը ասում է իմաստության սկիզբը Տիրոջ վախն է։ Ուրեմն թե առակած գրքի մեջ կա նման բան, թե Սաղմոսի մեջ է Դավիթը գրում, ուրեմն իմաստությունը կարևոր է եւ դա պայմանավորված է մարդու Աստծո նկատմամբ ունեցած երկյուղով։ Ուրեմն այստեղ երկրորդ շեշտադրում անեմ։ Առանց Աստված ճանաչողության չի կարող ճշմարիտ Աստծո երկյուղ ունենա մարդը։ Որտեւ Աստված ճանաչողությունն է տալիս ճշմարիտ սեր, Աստված ճանաչողությունն է տալիս ճշմարիտ երկյուղ։ Եթե դու մեկին չես ճանաչում, այնպես ինչպես որ ինքը կա, դու չես կարող նրա նկատմամբ իր ուզած ձևով երկյուղ ունենաս, ինչպես որ ինքն է ուզում։ Ոչ թե մեր պատկերացում, մեր վախերը ինչ որ վախի հարցը չի ստեղ, այլ երկյուղությունն է։ Երկրորդ բանը նրա երկյուղը առաջին իմաստության որպես աղբյուր, երկրորդը Աստծո խոսքի առաջ նրա երկյուղը։ Ասма իմ մարմինս քո ահիցդ դողաց ու ես քո դատաստաններիցդ վախեցա։ Ստեղ այո Աստված կարար բանավորեր խոսեր, բայց գրավոր խոսքը օրենքն կար, դատերը կար Աստծո, եւ ասում է ես քո դատերից հետ ինչ արեցի, վախեցա։ Սա ուղղակի զգացմունք չի, այլ ճշմարտության հանդեպ խորը ակնածանք, այսա շատ կարևոր է։ Ոչ թե զգացմունքը կար այս պահին լինի, հաջորդ պահին մեղ գործելուց առաջ դու կորցնես նորից մեղ գործես։ Ուրեմն զգացմունքը չի, այլ խորը զգացում ակնածանքն ճշմարտության նկատմամբ։ Այսինքն որ դու ճշմարտությունը գիտես, քեզ բացված է ճշմարտությունը։ Իր համար ո՞րն է ճշմարտությունը, որ Աստված սուրբ է, Աստված կատարյալ է, Աստված փառավոր է։ Այդ փառքի կեցած տեղն է սիրում։ Իսկ այդ փառքի կեցած տեղ ինքը զգում էր, որ դա սուրբ մի բան է։ Իսկ սուրբ լինելով ինքը չէր կարող անսուրբ վիճակով նրա հետ ունենա այն հաղորդակցությունը, որը պետք է լինի։ Եսայա 66:22-ի մեջ էս ուղղակի Դավիթի հետ չի կապված, բայց ասում է, քանզի այս բոլորը իմ ձեռքն աշին է, ու այս բոլորը իմս են, ասում է Տերը, բայց ես այն մարդկանց պիտի նայեմ, այսինքն խոնարհին եւ կոտրած հոգի ունեցողին ու իմ խոսքիցս դողացողին։ Հիմա մենք կարան գիտես ինչ անենք, այսինքն խոնարհին, всё, խոնարհին պետք է նայեմ, բայց դե շարունակություն կա կոտրած հոգի ունեցողին ու խոսքիցս դողացողին։
Ուրեմն Աստծո խոսքի նկատմամբ պետք է լինի երկյուղացություն, պատկառանք պետք է լինի, որ դա Աստծո հեղինակավոր խոսքն է։ Եվ երրորդը բանը, որ ուզում եմ այս բաժնի մեջ տեսնենք, դա պաշտամունքն է ակնածանքով։ Մենք նախկինում, երբ որ գալիս ենք եկեղեցի, մենք աղոթքով ենք մտնում, աղոթքով ենք դուրս գալի եկեղեցու մեջ, մարդը իրան զգաստ էր պահում, որտեղ ես չեմ ասում շենքն է խնդիրը, այստեղ մենք շենքապաշտությամբ չենք զբաղված, բայց լավ ավանդույթ կար, բայց հիմա խնդիրը որն է, որ մենք պաշտամունքի մեջ ես անցյալ անդամականին մեր մոտ ասեցի, մենք այնքան ենք կորցրել այդ գիտակցությունը, որ ասում ենք Տեր Հիսուս ասաց, որտեղ 2-3 հոգի հավաքվեն իմ անունով, ես այնտեղ եմ, ասի չենք հավատում մենք, չենք հավատում այս խոսքին, որտեղ եթե հավատանք, բոլով կկպնենք, որտեղ մենք չենք վերցնի հեռախոսները հավաքույթի ժամանակ ստուգենք հաղորդագրությունները, լուրերը կարդանք նայենք, եկել ենք Աստծո ներկայության մեջ, պաշտամունքի մեջ, դու պետք է կենտրոնաս միայն Աստծո վրա։ Խնդիրը թե մասսայական ընդհանուր հավաքույթները, թե քո անհատական ծածուկ սենյակը, որ դու ունենում ես, ասում է Սաղմոս 5:7-ում ասում է, բայց ես քո ողորմության շատությունով քո տունդ պիտի մտնեմ, քո վախովդ երկրպագություն պիտի անեմ քո ծուրբ տաճարիդ մեջ։ Ուրեմն վախը անբաժանելի մասն է նաև պաշտամունքի մեջ, ուրեմն վախ, որպես իմաստության սկիզբ, աղբյուր, երկրորդը վախ Աստծո խոսքի, երկյուղացություն Աստծո խոսքի նկատմամբ եւ երկյուղացություն պաշտամունքի մեջ։ Սրանք անբաժանելի մաս էին կազմում Դավիթ թագավորի համար։ Տես, մի քիչ առաջ անցնեմ, որ հասցնեմ, էլի։ Դավիթը վախենում էր մեղ գործել Աստծո դեմ, նույնիսկ երբ որ ոչ ոք չէր տեսնում իրան։ Այսինքն նես չի որ եթե մարդ չտեսնի կարա մեղ գործեմ։ Եթե մարդիկ չտեսնեն, բայց Աստված ամեն բան տեսնում է եւ այո Սաղմոս 51-ում ասում է քեզի միայն քեզի դեմ մեղանչեցի ու չարություն արեցի քո աչքերի առաջ։ Քո աչքերիդ առաջ արեցի այդ մեղքը, որպեսզի արդար լինես խոսքերիդ մեջ եւ անարատ լինես դատաստաններիդ մեջ։ Հայկ եղբայր, ես խոսքը հենց հիմա ես կարամ ցույց տամ, որ նշել էի, իմ մոտ եւ շատ շնորհակալ եմ, որովհետեւ սա շատ կարեւոր էր։ Միայն քեզի դեմ մեղանչեցին, գիտես ինչ եմ նկատում այս տողերի մեջ։ Ինքը մի ձևով ոնց որ խոստովանի, որ ես հասկացա, որ քո համար ծածուկ բան չկա, այս իմաստով։ Ես հասկացա։ Սա շատ կարևոր է, սա էլ է խոնարհության այդ մասնաբաժինը կազմում, որովհետև խոնարհ է այն մարդը, որ կարողանում է բացահայտել իր կյանքում, որ Աստված իրանից շատ հեռու չի ու այնպես չի, որ զբաղմունք ուներ, զբաղված էր, մենք էլ կողքի ծառիթից օգտվեցինք, իշո մի բան արեցինք։ Նա այստեղ հասկացա, որ Աստված հեռուներում չի, իր մեջ է եւ իր երիկամունքների մեջից քննում է իրեն, տեսնում է իր ամբողջ ոչ միայն գործողություններ, ասում եմ ես դեռ չխոսացած, դու գիտեիր արդեն ինչ պետք է խոսամ, չէ՞ ձև կամ չմտածած։ Նկատում ենք Աստծո ավելի ճանաչողությունը մեր նկատմամբ, քան մենք ենք, որ մեզ ճանաչում ենք։ Կարծես այս գաղափարը կա այստեղ, եւ շատ սիրուն է։ Սա բացահայտել է պետք։ Մի հարց եմ ուզում տալ ինձ մեր տերերի լսարանին։ Հիմա երբ որ մեղք է գործվում մեր կողմից, ի՞նչն է մեզ համար առաջնային դառնում, ի՞նչն է մեզ անհանգստացնում, երբ որ մեղք կա։ Արդյոք այդ ժամանակ մենք դիսկոմֆորտից դուրս գալու խնդիր ունենք, որտեվ այդ մեղքը մեզ մի քիչ անհարմարություն է պատճառել, գուցե մենք նաև վնաս ենք կրել, թե նյութապես, ֆինանսապես, ինչն է առաջնային մեզ անհանգստացնողը, երբ որ մեղք կա։ Ես կարծում եմ Դավիթի համար մեղքը պարզապես ուղղակի սխալ չէր, այլ հարաբերությունների խզումն էր, որը իր համար շատ անհարմար էր։ Եվ հենց սրա համար էր, որ ինքը ասում էր միայն հոգիդ մի վերցրու ինձանից։
քո հոգին իսկ մի վերցրու ուրեմն ինքը չէր ասում տես սավուղը նորից գանք սավուղին սավուղը մտահոգված էր թակավորություն չկորցնելու մեջ բայց Դավիթը հարաբերություն չկորցնելու Նայ այսինքն ստեղ ինչա դուրս գալի եզրակացություն եթե անենք փաստորեն Տիրոջ համար խնդիրը մեղ գործելը չէր Տիրոջ համար խնդիրը արդյոք Դավիթը հասկացավ որ կարող է հարաբերություն կորի հարաբերությունը պահելն է այսինքն եթե մենք մեղանչում ենք եւ չունենք այդ անհանգստությունը մեր մեջ լավ ենք զգում մեզ կոմֆորտ ենք զգում լավ է ոչ մեկ չտեսավ դե վերջը սխալ այսպես քարոզների միջոցով է մի քիչ մենք մեզ շոյում ենք որ Աստված դե ողորմած ասի իրողա ինքը մի բան կանի սա իրոք շատ վտանգավոր գոտի է կարմիր գիծը այսինքն ոնց դու չես անհանգստանում որ Տիրոջ հետ քո հարաբերությունը կկտրվի ինչպես դու դիսկոմֆորտ չես զգում ինչու պայքար չկա քո մեջ ճանաչելով Աստծուն ինչու խոստովանություն չկա ինչու ապաշխարություն չկա 100 պատշաճի այսինքն սա իրոք անընդունելի է Հենց սաուն մենք ասում ենք հաջորդ կետին զգայունություն Սուրբ Հոգու նկատմամբ ես հիշում եմ աշխարհահռչակ քարոզիչներից մեկը փորձել էր աղոթել էր այսպես Դավիթի աղոթքներ արել Տեր միայն քո հոգին մի վերցրու ինձանից Տեր իրան հանդիմանել էր ասել էր դու սխալ ես աղոթում դու պիտի աղոթես որ Սուրբ Հոգին վերադառնա դու կորցրել ես ուրեմն ինչն է խնդիրը որ Դավիթը գիտեր Աստծո ներկայության արժեքը վաու եւ ինքը պատրաստ էր այդ գինը վճարելու ամեն ինչ կորցնելու իր դիրքը կորցնելու թակավորությունը կորցնելու բայց միայն Աստծո ներկայությունը չկորցնի հենց այդ Սամոսի մեջ ասում մի վերցրու քո փրկության ցանկությունը ինձ վերադարձրու կամավոր հոգի թող ինձ հաստատի ու երեսիցդ մի ձգի ինձ երեսիցդ մի ձգի ես ոնց ես չեմ ուզում քո երեսից ձգված մեկը լինեմ այսօր մարդիկ նախընտրում են տես եթե Եսավի օրինակը նայենք առաջնեկությունը ի՞նչն էր Աստծո հետ ուխտային պայմանը չէ առաջնեկա ինքը լինելու վերջապես բավականին ինքը բաներից պետք է օգտվի որ լինելով առաջնեկ չէ բայց ինքը ասեց ումա պետք է այդ հոգևոր բանն է իրանք հասկանում են որ դա հոգևոր նաև բան է ու ինչի՞ սա պետք եթե ես սոված եմ հիմա այսօր մարդիկ տալիս են ձերքից տալիս են չասեմ կոչումը գիտեք կոչումը առանց Աստծո ներկայություն չի կարա իրականանալ Մովսես ուներ կոչում ուներ ինքը միջև չհանդիպեց Աստծուն այրվող մորենու մոտ ինքը չմտավ իր կոչման մեջ հիմա նույնիսկ կոչում լինի չգիտեմ ինչ ուզում ենք դնենք ամեն ինչ սկսվում է նրանով եւ դեպի նա ուրեմն ամեն ինչ Աստծո հետ հանդիպումով է նրա հետ հարաբերություններ զարգացնելով է լինելու առանց Աստծո հետ հանդիպելու եւ նրա հետ հարաբերություններ զարգացնելու ոչ մի բան չի լինի եւ երբ որ մարդը հասկանում է որ իր հիմնական կոչումը իր Աստծո հետ քայլելու մեջ է լավ կոչում չկա ասենք տեսանելի կոչումներ չկա ամեն մարդ ասում է օրհնյալ է Աստված որ մեզ կանչեց իր որդու հետ հաղորդակից լինելու նպատակ այս կանչությունը ունենք սա նպատակ է Սա նպատակ է, որ այո, մեկ անգամվա չի, մեկ ակնթարթով չի, այլ process-ը հավիտենական իմաստուն։ Այո, որ մենք սրա մեջ պետք է հարատևենք եւ Հայ եղբայր, թույլ կտաս մի միտքել արտահայտեմ, որովհետեւ շատ կարեւոր է սա։ Իրոք մեզ, այսպես ասած, ձիգ կա պահի։ Նայ Արի ընդունի, որ շատ անգամ, ես իմ մեջ եմ դա հայտնաբերել, շատ անգամ մենք իրոք մեղք չենք գործում եւ շատ զգուշ ենք մեղք չգործելու, բայց մոտիվացիան է տարբեր։ Այո։ Սխալ մոտիվացիա, այսինքն մենք մեզ ստիպելով այսպես տեսականորեն կարող ենք մեղք չգործել։ Բայց մոտիվացիան կարող է տարբեր լինի, մի քանի մոտիվացիաներ։ Օրինակ, որ դժոխք չգնանք, օրինակի համար։ Մեղք չգործենք, որ մեր չհեղինակազրկվենք հոգևոր
դաշտի մեջ։ Մենք չգործենք, որ չհիվանդանանք, մենք չգործենք, որ չձախողվենք։ Սրանք մոտիվացիաներ են։ Այո։ Բայց Դավիթը այս Սաղմոսի մեջ լրիվ ուրիշ բան ասում։ Նա չի վախենում մահից, նա չի վախենում գերեզմանից, դժոխքից, դրա մասին չի խոսում։ Իր վախը միայն արտահայտում է այս իմաստով, որ չեմ ուզում քեզնից կտրվեմ։ Գիտես, հետաքրքիր է, մի ձգիր ինձ քո երեսից, դա իմ համար արդեն դժոխք է, կապ չունի ես հաջողված եմ, հաջողված չեմ, դա ինձ չի հետաքրքրում, հասկանում ես, սա, եթե դու նկատում ես, որ երբեմն այդ մեղք չգործելու մոտիվացիան, ինչ որ շեշտեցի ես դժոխք չգնալու բան, մոտիվացիան էգոիզմ ունի իր մեջ, սա ամենամեծ մեղքն է, նկատում ես, բայց այդտեղ Դավիթը մի ուրիշ տեղ ասում է, տեղ ներիր մեր անօրենությունները, ոչ թե մեր, այլ քո անունի համար, ինչ ուրիշ բան է սա։ Կներես ընդհատեցի, բայց թե չի Սաղմոս 27-ի մեջ 9 ամառում քո երեսը ինձանից մի ծածկիր, բարկությունովը ծառատ մեկդի մի ձգիր, ինչ գեղեցիկ է, օգնական եղար, ինձ մի մերժիր, ինձ մի թողի, ով իմ փրկությանս Աստվածը։ Սա իրոք խորը գիտակցության հարց է իր մոտ, որ Աստծուց չկտրվելու է։ Ինչ որ մի հատ կարևոր բան էլ ասեմ, ինքը ինչ որ մեկից լսած բաներ չի վերարտադրում։ Այսօր մենք բաներ կարող ենք վերարտադրենք, ասել է, ես էլ կրկնում եմ, մեկի մոտ sense լավ աղոթքը լսել եմ, ես էլ եմ ուզում կրկնեմ, շատ դուրս եկավ։ Սա Աստծո հոգու հետ ներդաշնակությամբ ծնված մի աղոթք։ Այո, մեր Ռաֆայել եղբայրը լավ ասում է, աղոթքը պետք է երկնածին լինի, երկնքից գա, երկինք գնա։ Ամեն։ Կապը լինի։ Մի անգամ ինքը ասեց, մենք գնացինք միտեղ աղոթելու, 5 ժամ աղոթեցինք, այդպես էլ չկարողացանք աղոթել։ Ասում եմ, լավ, բացատրի ո՞տ, ասում եմ, դե չկարողացանք անձի ոլորտից տեղափոխենք հոգևոր ոլորտ։ Եվ ցավոք հիմա այսօր, եթե 5 ժամ իրանց այդ աղոթել են, հիմա այսօր մարդը 5 րոպեվա մեջ բնականաբար չի կարող որոշ բաներ կարգավորի, եթե դրանից առաջ ինքը շատ ավելի խորը բաների մեջ ա եղել աշխարհային։ Եվ վերջի բանը, կետը ասեմ ու վերջացնենք։ Փառաբանությունը, սա շատ կարևոր է կետ է, որպես կյանքի ձև է Սաղմոսի մեջ։ Դավիթը պարզապես ուղղակի Սաղմոսներ չէր գրում, նա ապրում էր պաշտամունքով։ Այստեղ կարող եմ մի բառ ավելացնել, եթե թողը շատ կներես, Հայկ եղբայր։ Փառաբանությունը նաև քո պատմությունն է Աստծո հետ։ Սա շատ կարևոր է։ Դավիթը երբ որ Սաղմոսները գրում էր, յուրաքանչյուր Սաղմոս բաց ու կտեսնես իր պատմությունը Աստծո հետ փորձառաբար, որը դառնում է փառաբանություն, պաշտամունք։ Այո, դե շատ Սաղմոսներ կա, որտեղ թե երկրպագության, թե փառաբանության մասին խոսքեր կա, ամեն ժամանակ Տերը պիտի գովեմ, նրա գովությունը միշտ իմ բերանս պիտի լինի, իմ անձս Տիրոջով պիտի պարծենա, խոնարհները պիտի լսեն եւ ուրախ լինեն, ինձի հետ Տերը մեծացրեք ու մեկտեղ բարձրացնենք նրա անունը, Տերը փնտրեցի ու ինձի պատասխան տվեց եւ իմ ամեն երկյուղներից ինձ կեց։ Հալելույա։ Ինքը գրում է այն, ինչով ինքը անցել է, բայց ումով անցել, ու եւ ում համար անցել, Աստծո հետ եւ նրա համար։ Սաղմոս 4 1-ից 4 համարները։ Եկեք 95-ի 60, եկեք երկրպագություն անենք եւ ծռվենք, ծուն կրկնենք մեզ ստեղծող Տիրոջ առաջ։ Ուրեմն հասկանում է, որ ին մեզ ստեղծող, նա իր արարիչն է, իրանից է իր կյանքը լիովին կախված։ Եվ ի վերջո 150 Սաղմոսը վերջի Սաղմոսի մեջ ասում է ամեն շունչ ունեցող Տերը օրհնի։ Հալելույա։ Ամեն, ամեն։ Տիրոջը, նա պաշտամունքի
Այո, նա փառաբանության, երկրպագության մարդ էր։ Պատկերացրու այսօր ես մեր փառաբանության խմբին երեխեքին ասում եմ, երեխեք ջան, հիմա արհեստական բանականությամբ երգեր են գրում, երաժշտություններ են գրում։ Ասում եմ, ժամանակին երգեր ա ծնվել, մեր եկեղեցում էլ կա ծնված երգեր, Հայաստանի մեջ շատ երգեր կա, տարբեր տեղեր, մարդիկ ոչ թե նստել են ասեն, մա ջվեր ունեմ երգ գրեմ, այլ այդ աղոթքի մեջ երգեր ա ծնվել։ Աստծո հետ ունեցած հաղորդակցության մեջ երգեր ա ծնվել։ Ասում եմ, պետք է հիմա էլ այդ երգերը ծնվի։ Հիմա այս սաղմոսների զգալի մասը, որ մոտապես ասում են 70-ից ավել սաղմոսները ինքն ա գրել, նո 77-ի մոտ սաղմոսներ ինքն ա գրել, ինչի ա գրել, այնքան բաներ էլ կա, որտեղ չի գտե Սուրբ գրքի մեջ, շատ բաներ ինքը գրել ա, իր փորձառությունը երգել ա, վերջապես նվագել ա, երգել ա, բայց սա էլ շինծու չի եղել, սա բնական իր կենսակերպն ա եղել, սա կենսակերպ, ոչ թե ձև, ոչ թե ֆորմա, այլ բնություն, ասենք էություն, որ ցույց է տալիս իրական պաշտամունքը մարդու ինքը ինչի մեջ է ոնց է ապրում։ Ամեն։ Տեր օրհնի եղբայր ջան, այդքանն է ուզում ասեմ, որ ինչն է մեզ դարձնում Աստծո սրտի համեմատ մարդ։ Շատ առաջին Աստծուն սիրելու եւ փնտրելու, եթե կա մարդու մեջ այդ որակը, ինքը արդեն Աստծո սրտի համեմատ մարդ է։ Երկրորդը մենք ինչ տեսանք, խոնարհությունը, ընտրությամբ մարդու կամավոր ընտրությունով խոնարհությունը երկրորդը ուրեմն մենք նայում ենք երրորդը խորը ապաշխարություն ոչ թե ինքնարդարացում ուրեմն չորրորդը Աստծո երկյուղը որը պետք է միշտ ուղեկցի մարդուն երկյուղ որպես իմաստության սկիզբ երկյուղ Աստծո խոսքի նկատմամբ եւ երկյուղ պաշտամունքի մեջ վերջապես 6-րդը մենք նայեցինք զգայունությունը Սուրբ Հոգու նկատմամբ եւ 7-րդը փառաբանության եւ երկրպագության կենսակերպ ոչ թե ձև, այլ կենսակերպ էություն, որ մարդը պետք է ունենա։ Ամեն։ Ամեն։ Շնորհակալ եմ Հայկ եղբայր շատ այս կարևոր թեմայի համար եւ գիտես մարդը սիրում է սարքել նույն կոպիան, այսպես ասած, կրկն օրինակը։ Դա ամենահեշտ տարբերակն է, բայց օրիգինալը չի։ Օրիգինալ իր մեջ ունի հոտ, համ, քաղցրություն եւ կյանք ունի իր մեջ, ինքը կյանքով եռում է, ինքը ծաղկում է, ինքը հասունանում է եւ ցավոք սրտի մենք օրիգինալը թողած շատ դեպքերում շինծու բաների հետևից ենք ընկնում, բայց զգում ենք մեր խորը գիտակցության մեջ որ էսի սարքած է, էսի այն չի ինչ որ պետքա լիներ եւ սա Աստծուն հաճելի չի, սա Աստծուց չի, որովհետեւ ինչը որ Աստծուց է, գիտես ես հավատում եմ որ ինչ որ հետաքրքիր է, ես վերջերս մտածում եմ օրգանիկ եւ անօրգանիկ բաների մասին, թեկուզ աշխարհում օրգանիկ, ասենք կերակուր կլինի բնությունը, ծառը, ծաղիկները, վերջապես աշխարհը, տիեզերքը, ինչքան շարժուն է, ինչքան կյանք կա իր մեջ, ինչքան է եռում այդ կյանքը եւ օրգանիկ բաները այսօր ավելի դեֆիցիտ են դառնում, որովհետեւ շինծուները ավելի են շատանում, այսպես ասած, ունես մեջս կարոտ բարձրացավ այդ օրգանիկի նկատմամբ, իսկականի, իրականի, այնքան կարիք ունենք դրա, այնքան ենք վարժվել անօրգանական բաների մեջ, իրականում ասեմ, մենք կարծես թե հաշտվել ենք դրա հետ, այդ անօրգանական երևույթների, անգամ կրոնական իրականության մեջ, բայց այսօր քո խոսք ինչ որ խոսացիր, մի տեսակ մեր մեջ արտնացրեց այն իրականի Աստծուցը, որովհետև Աստված ինչ որ շինում է ինքը իր մեջ կյանք է կրում, համաձայն ես։ Այո։ Իր մեջ կյանք ունի Աստված, ասա։ Ուրեմն Բիլի Գրեմի միսիայով Չինաստանից մի մեծ խումբ հրավիրվում Միացյալ Նահանգներ տարիներ առաջ
հոգևոր խումբ Չինաստանի ծառայողներ այցելելով Միացյալ Նահանգներ այցելում են տարբեր եկեղեցիներ, վերջապես այդ ծրագրի շրջանակներում, երբ որ ավարտին ամոտենում իրենց այդ ծրագիրը, վերջում իրանց հարցնում են, ինչ կասեք մեր եկեղեցիներից, հավանեցիք այս մեր եկեղեցիների ծառայությունները, վերջապես այս մեր եկեղեցիները, այս մարդիկ շատ ավելի համարձակ են գտնվում եւ ասում են մենք ուղղակի զարմացած ենք թե ինչպես է ձեզ հաջողվել առանց Սուրբ Հոգու նման հաջողությունների հասնել։ Դա հասկանալի է։ Ինչն է խնդիրը, որ երբ որ այդ օրգանիկը, երբ որ իրականը Աստծո հետ ներկայությունը մենք դնում ենք մի կողմ, գնում ենք այլ ճանապարհների։ Ես մի անգամ մի եղբոր ասեցի, ինչքան քիչ է Աստծո ներկայությունը, այնքան ծրագրերն են շատանում։ Ես առանց որևէ մեկին ինչ-որ հեգնելու կամ կպնելու, ես փոքր մարդ եմ, իրավունք չունեմ որևէ մեկին ասեմ, բայց ինչն է, խնդիրը նրա մեջ է, որ մենք կազմակերպենք այս ծրագիրը, այս միջոցառումը, այսը, n-ը, դրանք սա քողարկումն է Աստծո բացակայության եւ մենք փորձում ենք, այո, Ռաֆայել եղբայրը ասում է, գիտես, բովանդակությունը կարա տարբեր ձևեր դրսևորի, բայց որևէ ձև երբեք չի կարող բովանդակություն ապահովի։ Մենք փորձում ենք այս ձևերով, փորձում ենք բովանդակություն ապահովել։ Հետո հիմա չենք էլ ուզում բովանդակություն, մենք ուղղակի նպատակ ենք դնում, այս միջոցառում անենք շատ բացարձակ, շատ լավ կազմակերպված, բայց նպատակը շոու անենք, բայց նպատակը արդյոք Աստծո հպումն է մարդկանց սրտերի մեջ, մարդկանց խոնարհումն է, երկյուղն է, այդ թվարկած կետերն է, որ մենք ավելի մոտիկ լինենք Աստծուն, ավելի ճանաչողություն, ավելի նվիրվածություն, սեր, հնազանդություն, սրանք կարևոր բաներ են, որ մենք պետք է ունենանք։ Հոգևոր աճը, եթե դադարեց մարդու մոտ, եկավ մի վիճակ, գալիս ասում է, դու հարուստ ես, մեծացել ես։ Նրանք աղքատ մեկը չեն, եւ իրանք ունեն այդ պատճառները այդպես մտածելու, բայց առանց Աստծո ոչ մի հարստություն չի կարա մարդը ունենա, ոչ մի բան արժեք չունի։ Մարդը կարա ասում է, ինչ օգուտ է մարդուն, ամբողջ աշխարհը շահի, լավ, ասենք գնանք ամբողջ աշխարհը շահենք, բայց ինչ որ բաներով, հնարքներով, բայց ասում է մեր անձը կորցնենք կամ վնասենք։ Այսա ինձ համար մտահոգիչ է, ես Միացյալ Նահանգներում ինձ տարան մի մեծ եկեղեցի մի քանի կոմպլեքսներից բաղկացած, եւ ես համը ուրախացա, որտեվ լսել եմ այդ եկեղեցու մասին, կոչվում է Խրուստալնի ցերկը։ Լրիվ ապակուց եւ համ ահավոր տխրեցի, որովհետեւ այդ եկեղեցին փակվել է մոտ 20 տարի առաջ եւ կաթոլիկները գնել են եւ մի անկյունում մոմ էին վառում այնտեղ։ Բայց եկեղեցին ավետարանական եկեղեցիա մեծ եկեղեցի, շատ մեծ դալիճ, գեղեցիկ, իր մկրտության վայրով, արձաններով, լճերով, բազմաթիվ բաներ, բայց դες շքեղությունը չապահովեց բովանդակություն։ Ձևերը չփոր Աստված ասում է ես նախանձոտ Աստված եմ, իբարքը ոչ մեկին չեմ տա։ Երբ որ մենք փորձում ենք, ասենք, գիտես, արի մեր եկեղեցի մեր մոտ ամենալավ շենքն է, արի մեր եկեղեցի մեր մոտ ամենալավ երգիչն է, ամենալավ երաժիշտն է, ամենալավ քարոզիչն է, Աստծուց բացի եթե մի բանի վրա մենք շեշտ ենք դնում, Աստծուն դա հաճելի չի։ Արի, որտեվ Հիսուսը մեր եկեղեցում է, արի, որտեվ Աստված այցելում է այստեղ, եւ դու կարիք ունես Աստծո, ոչ թե լավ երգիչի կամ լավ երաժիշտի։ Ես այդքանը կարամ ասեմ։ Այո, Հայկ եղբայր, շատ շնորհակալ ենք թեմայի համար, իրոք շատ կարևոր թեմա է եւ չգիտեմ, ես մտածում եմ, որ արեք չնայենք, թե ինչ կյանք ենք ապրել, բայց նայենք այս կարևոր բանին, որտեղ դու շեշտեցիր սա, մենք սիրում ենք լինել Աստծո սրտի համեմատ մարդ, թե ոչ։ Մենք փորձում ենք ուսումնասիրել, թե ով է այն մարդը, ում Աստված սիրում է եւ իր սրտի համեմատ է։ Ուսումնասիրենք ուղղակի։
գիտես մեզ երբեմն թվում է թե մեղք չգործելով միայն իհարկե չխրախուսելով մեղքը, որովհետև եթե մենք սիրում ենք լինել Աստծո սրտի համեմատ մարդ, դա բնականաբար մեր կյանքում տեղի ունենում այդ մեղք չգործելու ոչ թե ստիպողականությունը, այլ սիրուց բխած եւ որն է այդ ճանապարհը, որ մեզ կտանի այնտեղ, որ մի օր հանդիպենք նրան եւ նա ասի ապրես բարի եւ հավատարիմ ծառա։ Արդյոք ուզում ենք այդ խոսքերը լսեն։ Ես մտածում եմ, որ եթե այս փափագը մեր սրտի մեջ կա, ուրեմն մենք գարանտիա ունենք։ Ուրեմն գարանտիա կա, որ մենք կլսենք նրա շուրթերից այդ արտահայտությունը։ Եթե չէ, ուղղակի մեր համար միևնույնն է, մենք պետքա որ կրոնական լրիվ արարողությունները անենք, որ Աստված մեզ միշտ ասում եմ, հիմա էլ պետք է ասեմ, ու լավ աշկով նայի, սա չի տանի մեզ դրան։ Աստված երբեք այդ տեսակներին չի ասում, չի ասի դու իմ սրտի համեմատես։ Ինչևից է, մեզ մի աղոթքի նյութ տվեցիր խորելու, մտածելու եւ կարևորելու այս հանգամանքը, այս երևույթը հոգեվոր, որ Տիրոջ սրտի համեմատ մարդը, հատուկ մարդը Աստծո համար։ Շնորհակալ եմ եղբայր։ Տերորդին քեզ շատ եւ քո աղոթքով ավարտենք եթերը։ Սիրելի հայ, շնորհակալ ենք քեզ, Տեր, շնորհակալ ենք այս հրաշալի օրվա համար, շնորհակալ ենք, որ Քրիստոս Հիսուսով մենք ունենք արդեն քո բարեհաճությունը մեր սրտերի մեջ, Տեր, մեր կյանքերի մեջ, ուզում ենք, որ այլ շարժառիթներ, նպատակներ մեզ չուղեկցի մեր կյանքի մեջ, այլ մեր ամեն օրը, Տեր, ամեն արթնանալը, որ արթնանում ենք, գիտակցենք, որ ոչ թե մենք ենք, որ արթնանում ենք, այլ դու ես մեզ արթնացնում եւ քո ծրագրերը շարունակում են մնալ ուժի մեջ, քեզ հետ քայլելու, քեզ ճանաչելու, քեզ ավելի խորը նվիրվածություն ունենալու, քեզ հնազանդվելու, քեզ սիրելու մեջ, Տեր իմ Աստված, որովհետեւ դու ես մեր կյանքը եւ ոնց կարելի է չսիրել կյանքը, Տեր, որովհետեւ դու մեր ոչ մենակ այս ժամանակի ներկայի, այլ նաև մեր ապագան ես, Տեր իմ Աստվածս, որովհետև դու մեր հավիտենության հայրն ես եւ մենք քեզ հայր ենք ճանաչել, որովհետև դու մեզ որդեծնել ես, Տեր իմ Աստվածս, դու մեզ վերստին ծնունդ ես տվել եւ մենք քեզնից կախված ենք լիովին, Տեր իմ Աստվածս, որովհետև դու ես մեր հայրը, դու ես մեր արարիչը, դու ես մեր Աստվածը, թող օրհնյալ լինի քո անունը, Տեր, որպեսզի մենք քո ճանապարհների մեջ քայլենք, Տեր իմ Աստվածս, եւ քեզ պտուղ բերենք, քեզ փառավորող կյանք ապրենք, Տեր իմ Աստվածս, եւ մենք մեր խորը գիտակցումը, կախվածությունն ենք դնում, Տեր իմ Աստվածս, գիտակցում ենք, Տեր, որ մենք առանց քեզ ոչինչ ենք եւ ոչինչ չենք կարող անել, Տեր իմ Աստված, մենք զգում ենք, Տեր իմ Աստված, որ առանց քո հոգու մեր կյանքը իմաստազրկված է, Տեր իմ Աստվածս, եւ ոչ թե մենք դիսկոմֆորտից, ոչ թե մեղ չգործելուց ենք վախենում, Տեր իմ Աստված, այլ մենք ուզում ենք վախենանք, որ չտկարանանք, Տեր իմ Աստված, քեզ հետ հարաբերությունների մեջ, այլ թող մեր հարաբերությունները գնալով ավելի բոցավառվի, Տեր իմ Աստված, քեզ հետ, Տեր, քեզ ճանաչենք, քո իրեսդ փնտրենք, Տեր իմ Աստված, եւ քեզ փառավորող կյանք ապրենք, Տեր ջան, շնորհակալ ենք այս օրվա համար, Տեր, այոք մեզ մտածելու առիթ, որպեսզի մենք ամեն բանի մեջ, Տեր իմ Աստված, իմաստություն ունենանք եւ այն բաները, որոնք խանգարում են մեզ, Տեր, հրաժարվենք, որպեսզի քեզ ճանաչենք, քեզ ավելի խորը նվիրվածություն ունենանք եւ քեզ փառավորենք, որտեղ դու ես արժանի միայն փառքի եւ պատվի Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք ես, Տեր։ Ես մի համար հիշեցի, ես համարով ուզում եմ ավարտել երկերկոցի երկրորդ գլխի երկրորդ խոսքը ասում է, ինչպես Շուշանն է փշերի մեջ, նույնպես իմ ընկերուհին աղջկերանց մեջ։ Մեզ Տերը այդ դա է ուզում տեսնել։ Շուշանը փշերի մեջ է երևում, եւ Շուշանը մի ծաղիկ է, որ սիրում է փշերի մեջ աճել։ Բնության մեջ այդպես է։ Մի վախեցիր, որ շուրջդ փշեր են։ Դու փուշ չես Տիրոջ համար, դու Շուշան ես։ Եվ այդ գաղափարով, այդ հոգով պետք է ապրենք այս չար աշխարհի մեջ եւ չվախենանք։ Մենք մեր գեղեցկությունը անգամ երևում է փշերի մեջ։ Եթե Տիրոջն ենք պատկանում, եթե Տիրոջի ծնենք, եթե Աստծո ձայնը
ճանաչում ենք, լսում ենք։ Շնորհակալ եմ եղբայրս, օրհնված եւ հաջողված պատղաբեր եղիր։ Նորից կհանդիպենք։ Տեր օրհնի քեզ։ Հաջողություն։ Տեր օրհնի եղբայրս։ Սելիկուրի եղբայրներ, այսպեսին էր մեր եթերը այսօր։ Սիրում ենք ձեզ շատ։ Մնացեք խաղաղությամբ։ Իսկ մենք կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մանրաթա, Տերը շուտով գալու է։